2, 3, 4. Mama John! Ես պասին աղթի չեմ բրծելը, հորից ես բարբացակ, այն կեզ բաներան։ While I'm alone, who's let me dream a little dream of me. Հարու խորովածի մասին ենք ենք դինել, տեչ օր չկարով։ Խորովածը շննավան է, հայ դույ 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 Վայն իսնա տեսնի վայ դույ 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 Բարյա խորշակ շողունջակ Այս շատ լավ է թորների վրա, սենց պտտվելով այսօր խոսեք, օպ ես կանգնեցնեմ քո բանը, թորուզ ես Ստեփան Պարտամյանի հետ, հա, վաղուց է ուզում տենց հանդիպենք, որև իմ ներկայացումներին պրինցիպիալ չես գալիս, չի ստացվում, Հայաստանում պայմանավորվել եմ, խափեմ, տանեմ ներկայացման, բայց ասի լավ, գամ ստեղ խոսենք, որ շատ ուրախ եմ, լավ ես դու։ Ես միշտ լավ եմ։ Ես միշտ լավ։ Դե մի բան չի գիտես, մարդ որ միշտ լավ է, միշտ ուրախ է, դա մի քիչ դիագնոզի նման բան է։ Չէ, մինչև այնտեղ որ շնչում ես, լավ, փիլիսոփայորեն լցնամ։ Փիլիսոփայություն չէ, այլ բնական բնության իրավունքն է քեզի։ Okay։ Բանում Վիկիպեդիայում կարդացի, որ գրած է կրոն, գրած է աթեիստ։ Կրոնը Ադան քրած են իրենք։ Ես միշտ ասում եմ, որ ես աթեիստ չեմ, ես հայ եմ։ Հա, դա ուրիշ բան է։ Իհարկե, Ուրիշ կրոնը։ հայկականությունը ինքնին արդեն հավատք է։ Ասեն հավատք։ Հավատում ես, որ դու հայ ես։ Որը ճիշտ է սխալ է, կրոն աթեիստ որն է, աթեիզմը կրոն չի, Կրոն չէ ինքը, բայց ես կարգավիճակ է։ Այո, ես հավատք ունեմ, որ հայ եմ։ Դու Եվ հավատաս։ հայկականություն, անգլերենով armenianism, հայերենով հայկականություն։ Դժբախտաբար որ ասես որ քրիստոնյա չեմ, եւ ասում ես հայ ես, ասում եմ, բա ինչպես կարող է այդպես լինի։ Քանի հայերի ուղեղը շատ խդացված կարողությունները շատ է։ Հայի ես միշտ ասում եմ, հայի ուղեղը հիանալի ուղեղ է, բայց դժբախտաբար ժանկոդած է։ Իմ գադարածս մի գաթիլ յուղ եմ ասում, մեջի որ քիչ մաշխի։ Այդ մի գաթիլ յուղի մասին կխոսենք հլա, հա, որտեվ մի գաթիլ չէ, լավ էլ նենց դույլով լցնում ես, որպեսզի բանը լինի։ Ուրեմն ես աթեիստ եմ։ Բառեր է ստեղծում ինչ որ այդպես նորեն ինչ որ բառ ստեղ, բառաստեղծությամբ է զբաղված։ Հայրենիքը Երևանը մայրենիք տա։ Չէ, Հայաստանը մայրենիքս է։ Մայրենիքս է։ Ամերիկան հայրենիքս։ Ամերիկա հայրենիքս է Բեյրութի մասին, որտեղ ծնվեց ոնց որ ոչ մի գապ։ բայց ռութը տնտե է, չէ, Բեյրութ։ Չէ, ադիանա խապկանք է։ Հա։ Մարդ արարածը միշտ սիրում է որ խապե։ Ուրեմն ասում են ծննդավայրը ամենակեզի քաշողն է։ Ես 32 տարի հետո Լիբանան այցելեցի, աղջիկս արի Լիբանան կացի, որ իրեն ցույց տամ այդ շրջանը, որ ես մեծած եմ, իբր երեխա եւ այլն, եւ չի սիրեցի Լիբանանը։ Սիրեցի դու չեկավ։ Այո, քանի որ ես իրաբաշտ մարդ եմ, գեղձավոր չեմ։ Հիմա անոր Լիբանան եւ տագասի հոյակապ ժամանակ անցկացրեցինք, բայց նա չէ։ Այսինքն ուդել խմելը քեզի մի վայրի հետ կապ չունի։ Իմ ծննդավայրս իմ ուզելով չի եղած։ Ես միշտ կդակ կնեմ, ասեմ հայրս եւ մայրս Ինձ չեն հարցրել։ Հա, մի բան են արել իրենք։ Մի բան չէ։ Հա, ասիկ մի բան են Մի արել։ բան են արել, հիմա չեն կարող։ Ամերած գլան։ Այո։ Ինձ ամիս հետո ես դուրս եմ եկած մի վայր, որ ես կապ չունեմ իրեն հետ։ Հա, ինձ տղես մի անգամ հարցրեց, ասես դու հարցել ես, ինձ ես ուզում էի ծնվել, թե չկա, դատի տակ։ Չէ, այդ դարը ուրախ եմ որ ծնված եմ, բայց ծննդավայրը երբեք կարևոր չէ մարդու կյանքի ճանապարհին։ Համաձայն եմ։ Ես գավաթ չեմ Լիբանանի հետ։ Ես ավելի շատ գավաթ եմ Հայաստանի հետ եւ որ ես վատ կամ լավ եմ խոսում Հայաստանի մասին, իմ ցավն է ադիգա։ Ես զգացել եմ եւ դες ինչ նայ տարքի դու միշտ կռիվ ես տալիս Հայաստանի կամ հայության այն զանգվածի հետ, որ այնքան էլ մտածելու հետ այնքան էլ կապ չունի, հաշտ չի։ Այդ process-ը ասենք իրանց մոտ մի քիչ բարդ է ստացվում։ Ադոր համար ես խտրականություն եմ հայերի հանդեպ։
Հա, Մարդիկ ասում են, որ դու հայերը չես սիրում։ Ասում եմ, չէ։ Մարդու մարմին ես բաժնում եմ հայերին մեկ ճապանիշ ունեմ, ատկե աչը եւ ցախը, կամ վիզե վեր, կամ վիզե վար։ Այսինքն, արևելահայ, արևմտահայ ինձ համար ոչ մի տարբերություն չունի։ Եվ Երանի այդ օրը մենք գնանք եւ թատրենք այդ բառը օգտագործելու հայ ասենք, բայց ես իմ խտրականությունս վիզե վեր եւ վիզե վար է։ Մարդու մարմինի 1/5-ը վիզե վեր է, 4/5-ը վիզե վար է։ Մեր ասկի 1/5-ը ուղեղը օգտագործում է, իսկ 4/5-ը ստամոքսն է օգտագործում։ Մենք առաջին մեկ օրենա քեբաբ բարին կամ խորովածը անելու սերմ ունեցած ենք եւ միշտ կարագսանիկա է որ քանի որ հայը մադամին ինչի մեջ կմտնի գխարն է ուրեմն եւ որ առաջին անգամ գրագը ստեղծեր է հայը եւ հայրը ստեղծել։ այո ամեն ինչը հայը Գիտեք, հայրը այո ստեղծել։ գրագը ուրեմն առաջին մեկ բան որ արած է չէ միշտ դրած ցերկը դրած է գրագի մեջ որ նայի որ ինչ է եւ հետո այրած է եւ որ այրած է վերանադար գիտե մարդկային բան է եւ որ ասեն շատ համեղ է եւ սկսել եմ միսը խորը հաղթես գնացիր ասեն այս մարդը ուղեղում ինչա կատարում ես չգիտեմ դա լրիվ սյուրռեալիստական ջոկացելակերպ ունես դա համար ես որոշել եմ ասել գիտեք այս ֆորմատը ես չեմ օգտագործում գրեթե եւ միայն այս էքստրաորդինար ինչ որ տես մի հատ ադիոս ֆիգուր է թե լինի կարող եմ այսպես թույլ տամ ինձ գամ իրեն հյուր կամ իրեն կանչեմ հա գիտես չի մասին կուզեմ խոսեմ դու երբ թե իմ իմացած Սփյուռքում միակ պրոֆեսիոնալ հաղորդավարն ես դու հենց էդ էլ ավարտել ես իսկ նայեցի բանում Նորթրիջի համալսարանի հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդավար այո թեմատրիչ եւ այլ ուրիշ բաներ Okay ու դու ունես այդ հաղորդումը բարի լույս հետո հայ ենք հա Չէ, սկիզբը սկսավ Չէ, քանի հատ 3 հատ հաղորդում կար, որը տենց բրենդային հաղորդումներ էր։ Այո։ Ձեր գարձիկը։ Ձեր գարձիկը, հա, ձեր գարձիկը։ Ձեր գարձիկը ընդհանրապես բիդագը հայն է։ Եվ այդ բիդագը միշտ մարդիկ ասեն, աս գաբիկներու նկարը ինչու դրած, ասում չի, ասկա իմ նկարն է, իբր հայ։ Ես եմ, եւ ես ներկայացնում եմ հայը, որ չի ուզում արդահայտվի ճշմարտության մասին, փիրանապագելով, չի ուզում լսե ճշմարտության մասին, այսինքն մեր ճշմարտության մասին, հայերի մասին եւ չի ուզում տեսնել հայի ճշմարտությունը այսօր։ Մենք միշտ երազային աշխարհի մեջ ենք։ Մենք աշխարհի առաջին քրիստոնյաներն ենք, մենք ասեն եւ հետո առաջին ցեղասպանության ասկն ենք։ Հա, էտելա դա։ Ասում եմ 10000 տարի ենք առաջին։ Հա, առաջին ենք ադե 10000 տարի երկրակունթի վրա գոյություն ունեցած ենք եւ ես կհավատամ որ երկրակունթի մոլորակի առաջին բնագիչը հայ է եղած է, թուրքեն եղած է դերված, քանի որ մենք արարիչ ժողովուրդ ենք, մենք ստեղծագործող ժողովուրդ ենք։ Մեր արյան դեսագը դարբեր է մնացածներից։ Թեկուզ որ ամեն մարդու արյունը գարմիր է, եւ ադե փաստը որ օրինակի համար ողնադուձի այդ նվիրատուները հայը միայն թե հային գտնադալ, օդարին չի գտնալ։ Այդ լուրջ ես ասում, եւ մասնակցություն, այսինքն փաստված է եւ նույնիսկ Հայաստանի մեջ ողնադուձի դոնորի գազագերբություն կա։ Եվ մեծ աշխատանք կդարվի այդ քաղցկերի։ Ես դա չգիտեի որ դա է, որ ես հասկացա, ինքը մորուքը նրա համար է թողել, որ դու երբեք չհասկանաս դա ծաղումը թե չէ։ Դա լուրջ ես ասում։ Այո, դա չգիտեի, ասենք ողնադուձը մեր այնց առանձին է։ Այո, մեկը որ քաղցկերի հիվանդություն ունի, եւ ողնադուձի պետք է նվիրատում լա, եւ ոչ թե դոնոր։ Ես միշտ հագարակ եմ ասում դա բառը։ Հասկացա, հա։ Հայը հային գտնադալ միան։ Հայը գտնա օդարին դալ, ամեն մարդը գտնա դալ, եթե բռնվի ար։ Բայց եթե օրինակի համար ասկե դարիներ առաջ իդալացիմը կարողացավ Հայաստանի մեջ մի երեխայի նվիրատու լավոնազուձի եւ հետաքրական այն էր որ այդ իդալացին 100%-ով նախահայրերը հայ եղած պետք է լան քանի որ որ սերունդը անի ընկնումի ժամանակ ասում մի 3 4 5 7 սերունդ այսօր նա Իտալիայի մեջ լեցուն ընկներ կան իրենց ասկանունները Արմենիա է Եվ ես միշտ կդակ կնեմ, ինչու հայաստանցիները մաֆիոզո տիպեր ասանք շատ կսիրեն, քանի որ Սիսիլիայի մեջի ստեղծողը մաֆիա հասկացողության հայերը եղած են։ Ես իմ ամենասիրած բանս այն է, որ երկրակունթը շրջեմ եւ հայկականը բնորեմ։ Եվ որ Իտալիա է եւ վերակրեցի բավական դեղեր Իտալիո մեջ հայկական, մի քանի ընտանիքներ կային Արմենիա անունով։ Լուրջ
Այո, եւ որ բրբդեցի հասկացա, ասեցին 300 տարի առաջ մենք Իտալիա հաստատված ենք։ Ասեցին մեկ հատ բրբդեք նայեցեք, դուք Գիլիգիային եւ ավելի անի, այսինքն աչրջաններ են ամեն եկած եք, թեպի աստեղ։ Եվ որ միշտ ասում եմ, որ հայը երկրակունքի առաջին բնագիչն է, բացահայտ է որ է։ Այսօր լեցուն լեզուներ կա որում մեջ հայկական բարեր կոյություն։ Դա հայկական բառ չէ, դա հնդեվրոպական մի Չէ, հայկական է։ Խնդիրը անգամ է, որ մենք հիմա մենք մեր ամենամեծ տշնամիներն ենք։ Եվ մանավանդ Հայաստանցին հայ ազգի ամենամեծ տշնամին է։ Եվ ինչպես լեզվի եւ մշակույթի աղավաղումը եւ գործանումը։ Եվ որ այսօր Հայաստանցին ասում է Ամերիկայի մեջ ծնած մեծած է, բայց Ամերիկայի մեջ որ խոսում է, ասում է լոկացիա։ Չի կարող ասի այս հասցեն, այս տեղը, այս վայրը։ Տեղի վայր։ Ասում է այս լոկացիան եւ որ նայես այսօր Instagram-ի, Facebook-ի դարբեր դեղերը մեր հանրազանոթ մակուր հայ աստեցողները, ինֆլուենսերները, ասում են այս հաստատության լոկացիան այստեղ է։ Ասում եմ ավանակ։ Այդ լոկացիային բառը որ դու չես գիտեր, հայերեն բառ ունի։ Դարիներ առաջ ես միշտ ասեմ որ արեմը դա հայերենը պիտի փրկի արևելա հայերենի։ Եվ մարդիկ վրաս խնդացած են։ Ես մի անգամ աչքի կներես ավարտի միտքդ ավարտի։ Եվ օրը պիտի կա որ այսօրվա արևելա հայերենը լրիվ անգլերեն պիտի անգլերեն։ Եվ հետո պիտի ասենք որ մենք զարգացած ժողովուրդ ենք եւ պիտի ասենք որ լեզուն ինքը ինքնաբերաբար պետք է զարգանա եւ ընդգրկե իր մեջ։ Ասում եմ եւ որ դու երեխա չունես եւ տաս կորտեքրես երեխամը։ Քո երեխա չես գցեր եւ տաս կորտեքրես երեխամը։ Հայոց լեզուն իր փարաբաշարի հարստությունը այդպեսին է որ նայեցեք ես արաբական դպրոց կացած եմ, հայկական դպրոց չեմ կացած։ Եվ այսօր հայերեն խոսում ես արաբերեն։ Այո, խոսում եմ արաբերեն։ Եվ այսօր հայերենս ինքնուս է։ Բրբդում եմ։ Եվ որ չիմանամ բառը, բառարաններ կան լեցուն։ Եվ ցամ գնայեմ, բայց հայը ձույլ է։ Հայի դեսագը ձույլ է, բացի եւ որ իմանա որ դերմը փող գրնա աշխատել, հանգարձակի ամենաաշխատասերը գլա, ամենաուժեղը գլա այդ ուղղությամբ որ փողը ստանա։ Այն գիրքը, որ դու գրել ես հայերի մասին, որ Ամերիկայում ապրող ամենահայտնի հայերը։ Ուրեմն եւ որ իմ առաջին գիրքը դեպեցի, այս մեկը Yes We Have անվանագոչումով, ասիկա դեպեցի ոչ թե քանի որ մեջի դվյալները հայերն են որ ներդրումներ կատարած են, այլ ուզեի Ամերիկան մտել եւ մեկը Թրամփ չդվավ ինձ, դոլար չդվավ որ վավերակրեմ հայկականը Ամերիկայի մեջ, վարգանական ասիկա հրադարագեցի եւ կարողացա այդ գումարը ապահովել։ Բայց եւ որ ծրագրից մեջ խոսեցան մարդիկ, որ ինչու Ամերիկայի թրոշակը դրած է այստեղ, քանի մենք Ամերիկայի գտնվենք, բայց կդենք Ամերիկային, գիտեք հայերս անակ բաներ գնենք, ասեցի երակույն թրոշակը տնի, մեկ ասեց երակույն թրոշակ պետք է տնեիր, ասեցի երակույն թրոշակը աղբի մեջ թափեցեք եւ արդեն այդ ծրագիրը սկսավ իր առաջին գրիվով։ Եվ հետո իրենք ինձ վարկապեցին, ասեցի սրանցից 300 օրինակ Ամերիկայի պետական բոլոր պաշտոնյաներուն ուղարկած եմ իմ դրամով։ Եվ էսի ինչպես որ գիտեք նրանք շատերգամ որ հայրեն չեն սիրել եւ իրենք կավնեն ասկիրքը եւ որ հայկական թրոշակը աղբի մեջ կգցեն։ Էսի դղամարդ եք նետու կացեք այդ մարդկանց ասեք որ ինչու գցեցիք։ Բայց եւ որ Ամերիկայի թրոշակն է ստիված ինքը պետք է փանա եւ նայի։ Եվ իմիջայլոց ասեցի նայեցեք գարմիր գաբույտ եւ նարնջակույն։ Անպայման չէ որ պետք է բացահայտորեն մարդուն աչքը ծագես, այլ կարող ես քախնի ցևով նա դարձնես հայկական բարի լույս։ Ամենահայտնի չէ, այլ Ամերիկայի մեջ հայեր ովքեր մարդկության ներդրում արած են։ Այսինքն այս ինչ որ բادرուս վրաս կդեսնես աստեղ իրականչուրը ներդրումն է, որ օգտագործի մեջ ոչ գենցաղի մեջ որ երկրակունքի 8.5 բիլիոն մարդիկ օգտագործեն եւ այդ իսկ պատճառով այդ ցեղաբրուն բառը ստեղծած եմ քանի որ ես բառեր կստեղծեմ եւ նույն անգլերենը genolive-ը եւ մարդիկ վրաս խնդացին 20 տարի առաջ որ այդ բառը ստեղծեցի մինչեւ որ հրյա պրոֆեսորը Իսրայել Չավնյանով որ ցեղասպանության մտավորականության ընկերակցության եւ ոչ թե ասոցիացիայի հիմնադիրն է, ասես որ ինչ հոյակապար է ստեղծած այդ փտած
ցեղասպանություն բարի դիմաց։ Այսինքն դա բան Այո, փոխարինելու համար եւ ես միշտ ասում եմ որ իրականչուր արգած թրագան եւ բացասական ցոլքեր ունի։ Պարզ։ Մենք հայրս միշտ նստում ենք բացասականի վրա, դժբախտության վրա եւ ահավասիկ 111 տարի նույն բանը հոլովում ենք։ Ասում եմ հարկենք 111 տարի առաջվա բադահածին, բայց եթե ադիգա չլիներ մենք այսօր աշխարհին 4 կողմը ծիրուցան չէ։ Հա, դա ասինքն իրա նու չեմ ասի լավ կողմերը, բայց ունի Չէ, պետք է ասենք։ հետևանքը, Ամեն այդպես է, ամեն ինչը ունի իր լավությունը եւ վատությունը։ Մարդ արարածը միշտ մանավանդ հայը միշտ կուրախանա հայի դժբախտության վրա։ Դե ոչ բոլորը։ Իսկ գդխրի մեծամասը 51% եթե այդպեսին են 51% այսին պետք է ասենք բոլորը։ Ուրեմն եւ հայը գդխրի ուրիշ հայի ուրախության վրա։ Սա եթե ուսումնասիրություններ լինին, բացահայտ կլա։ Եվ մեր դժբախտությունը անգամ որ մենք երկրակունթի վրա մենք չենք կատարում անինչ որ պետք է կատարեինք։ Օրինակ։ Եթե այս մարտիկը երկրակունթի 8.5 բիլիոնին օգտակար եղած են, թիվով ասենք թե 1000 հոգի, բայց երկրակունթի վրա 8 միլիոն հայ կա, չէ։ Սա հայ են։ 8 միլիոնը այո։ Չէ, ադիմասո անունով հայ են։ Ես միշտ ասում եմ մենք քիչ ենք, միան մեզ հայ են ասում, նա ստեղծված է ոչ թե երկրակունթի այսօրվա 8.5 բիլիոնի մեջի 8 միլիոն հայերին, այլ 8 միլիոն հայերի մեջի 800 հայերը, որ իսկապես իրավունք ունեն իրենք հայ ոչելու։ Միսները արիթեն գոկտակորձվեն, իմանում եմ որ հայ լինելը արժեքավոր բան մնե, ադամալ իրենք հայ գոչեն։ Լավ, մի հետարքիր ձեռնարկ ունեիր ուսանողներին հովանավորելու, թե նման ես ճիշտ ասեմ Վիկիպեդիայում նայեցի չգտա։ Ինձ էլ է հետարքիր, կարծում եմ իմ հետևորդներն նույնպես։ Իդեպ ժողովուրդ ջան, կարա գրանցվեք ալիքից, լայքեր դրեք, բան անցեք առաջ, համել այն դե ձախ կամաճանկյունում QR կոդ կա, որը իմ Սարի թատրոնը որ սարքում եմ, donation արեք։ Դե Ստեփանի չեմ խնդրում ինքը Ձև տրամով, քծի բերութահայ ասենք չի տա, բայց ես գիտեմ որ կգտնվեն մարդիկ ովքեր որ բան կանեն։ Ձև տրամով, #ձև տրամով։ Հա, կամ այդտեղ։ Ես երկու այդ տեսակի դվյալ ունիմ եւ շատ օգտագործում Instagram-ի, Facebook-ի վրա։ Մեկը հայաստանցիների համար է, որ վանտագանիշ կամ #ես գիտեմ։ Հայաստանցին ինչ որ հարցնես նեգեկինա։ Իսկ ոչ հայաստանցիներին, մանավանդ լիբանանցիներին, սուրիացիներին, արևմտահայերին, #ձև տրամով։ Ես ինչ որ գադարում եմ, ձև տրամով եմ գադարում։ Ուրեմն ես ձեռնարկի մասին պատմեմ։ Կյանքիս մեջ ամեն ինչ ինձ գբադահի բադահականությամբ, այսինքն ոչ թե նստած եմ, ծրագրած եմ, այսպես պիտնեմ եւ պիտի օգնեմ ասորանոր։ 21 թվականին եւ որ ես իդ վերադարձա Հայաստանին Ամերիկա, իդ եկա հայ, քանի Հայաստան COVID ունեցա 2, 3, 4. Mama John! While I'm alone, as blue as can be, dream a little dream of me. Ամեն ինչը բադահական գլա եմ կյանքի մեջ եւ միշտ թրագան իրավիճակով։ Ուրեմն ես 2018-ին եւ որ այսօրվա իշխանությունը եկավ եւ Լոս Անջելեսի հայությունը շատ ուրախացավ, ես բացատրեցի որ այս նոր սերունդը վատ սերունդ է մեր հայրենիքի համար։ 2018-ին Որ մենք միշտ սիրում ենք սուտ խոսիլ եւ ես ուզում եմ միշտ փաստեմ ամեն ինչ փակեցի որ սիրելի Լոս Անջելեսի հայություն եղավ ինչ որ գուզեի կինլա ես եզի բացատրեցի որ վատ պիտելա ես այսօր թողնում եմ Հայաստան եմ փոխադրվում
պատկերասրահ ունեի, երկու ինքնաշարժներ ունեի, ծրագիրներս ունեի, որ շատ արժան կինով դեմը վարձած էի, քանի որ Ստեփան Պարտամյանն ինձ հարմար կինով տված էին, ամեն ինչը վերացրեցի եւ Հայաստան գացի։ 21 թվականին սկիզբը COVID ունեցա Հայաստանի մեջ, որ պիտի մեռնեի։ Բայց չմեռար։ Բայց չմեռա, քանի ադոր մասին ա խոսիմ, ես թեր շատ բաներ բիդանսիմ կյանքի մեջ, որ ես մեռնեմ։ Ուրեմն Ետ վերադարձա իմ հայրենիքը, քանի որ հիվանդանոցի մեջ մեկ ամիս սենյակից մեջ մի անտ հերուստա ալիքները գնայի եւ Հայաստանի հերուստարակներում մեջ թե pedagogan եւ թե ինտիմատիր տիպիկ հայաստանցու գերբարի մեջ սուդախոսություն ասեցի ես ավանակների համար ամբողջ կյանքս տրամադրած եմ այս հայրենիք սիրելու Այսինքն ես իդ պիտի վերադառնամ իմ հայրենիքը, որ արդեն 40 այդ ժամանակ ավելի քիչ էր։ 40 տարի էր, հիմա 45 տարի է, արդեն Հայաստանը կմնա իմ հայրենիքը, բայց իմ հայրենիքը Ամերիկայի է։ Իդ վերադարձա այստեղ, առողջացա, քանի որ մեկ գիշերվա մեջ որոշումը կատարեցի միտքիս մեջը, եւ այդ պատճառով հաջորդ օրը բժիշկը զարմացավ 75% երկու թոքերս վերացած գոյություն չունին եւ Բայց դու առողջացա։ Եվ առողջացա։ Քանի բժիշկը աստեղին գնուր սազե որ համբերը մարմինը պիտի ստանաք։ Աչափ վատ էր։ Եվ որ հոս եկա եւ մի շատ կադար գնեի ծև տրամով ամեն ինչի մեջը աշակերտը ինձ գրեց որ ծանոթ աշակերտ։ Քանի ես եւ որ Հայաստան հասնին եւ դասարտությամբ շրջապատված եմ։ Եվ դասարտությունը ավելի իրավաշտ են, քան թե դարեսները։ Դարեսները ամեն մեկը հաշիվ ունին իրար հետ։ Ուրեմն երդասարտները մեկը գրեց որ բարոն Փարթամյան մեր վիճակը շատ վատ է հիմա այստեղ 11 աշակերտ լիբանանեն դոդիգագոն իր հիմնարկը մեզի 6 տարվա լրիվ վճարումների իր պայմաններ ստեղծած եւ հանգարձակի հունվարին ես սեպտեմբերին սկսած էին 2020-ի համալսարանը սկսած էին եւ որ ժամանակը ներ կոവിഡ്են հետո Եվ հունվարին, փետրվարին իրենց ասած եմ, որ վճարում չունեք, մեկը չի վճարում, դուք պետք է վճարեք, եւ այդտեղ 6-րդ տարի չավարտած, մինչեւ 3-րդ տարի չավարտած աշակերտներ կային, որ Լիբանի վիճակն է շատ վատ էր այդ ժամանակ եւ միջոց չունեին, իրենց կրթական վճարումները կատարել pedagogan բժշկական համալսարանին եւ դուրս պիտի մնային։ Ուրեմն այդ աշակերտը, որ ինձ եսավ, ասեցի գոկնեմ քեզի Բայց քանի որ ես աբուշի մեկն եմ, աշխարհի ամենամեծ աբուշը ես եմ, ասեցի ադմիս 11 հոգի են ովքեր կան։ Ասեց 6 հոգի ենք, որ չենք կնար վճարում կատարել այլևս։ Եվ վարգանական ես իմ միջոցներով, այսինքն հայտարարեցի Լոս Անջելեսի մեջ, եւ մարդիկ օգնեցին, եւ 21 թվականին արդեն մինչեւ հիմա 8 հոգի մնացին, բայց այդ ընթացքին 38 աշակերտի գյուտաթոշակ հայթայթեցին։ Այսինքն հավաքեցիք փողը եւ վճարեց։ Առաջին տարին նայեցեք, հայերը միշտ այսպեսին են։ Առաջին տարին ամեն մարդ կողքեվորվի, երկրորդ տարին գքիչնա, երրորդ տարին գքիչնա, չորրորդ տարին արդեն ոյ մեկը չոքներ քեզ։ Իսկ ի՞նչ էր պատճառը, որ Ծառուկյանները չոքնեց։ Ինչ էր։ Չեմ գիտեր։ Չեմ։ Հարցներ մի հատ։ Ինձ ինչ։ Այ։ Անցյալ գդարյալը ինձ համար կարևոր չէ։ Այս վարկանին եւ դասատներուն ինչպես կնայի օգնել այդ ժամանակ եւ օգնեցի Լոս Անջելեսի բավական իմ ընկերներս օգնեցին, բայց հետո արդեն այդ սերը քիչա, բայց ես մինչեւ հիմա կդարեցի։ Քանի որ այդ 11 աշակերտին 6-ով սկսանք եւ հետո հայաստանցի իմ ընկերներս, որ իմացան որ անք փամը գնեմ գոր, ամեն մեկը ասեցին որ իմ զավակս չեմ գնալ հասցնել, ասիկա չեմ գնալ հասցնել, մեկը եղավ 2, երկուքը եղավ 3, արդեն Հիմա քանի է դու։ Հիմա 8 հոգի ունեմ։ 8 հոգի ունես, որ վճարում ես։ Իսկ որտե՞ն սովորում։ Մեծամասնությունը բժշկական են։ Հայաստան։ 8-ն 1 2 3 4 5-ը բան է, բժշկական համալսարան է, մեկը Երևանի pedagogan համալսարանն է, քաղաքականության ասպարեզի մեջ, 5-6 երկու հոգիագա եվրոպական համալսարանի մեջ։ Բարձր, ամեն փաստորեն ունես ուսանողներ, որոնք որ օգտվում են քո բանից, քո, այսպես ասած, ռեսուրսից, հա։ Այո։ Այսինքն եւ նոր հիմա եւ որ մարդիկ իմանան, միշտ ինձ թիմում են ասում եմ չեմ կարող այլևս, քանի որ ես հիմա իմ քլբանեն կվճարեմ։ Այսինքն շատ քիչ է մարդիկ որ գոկնեն ինձի որ բայց ես դա զգացել եմ, էլի, միշտ
ու հարուստներին թողենք ենքոմ, բայց միշտ վճարում է այն մարդը այտենց բաներին, հա, ով որ շատ փող չունի։ Եղել է հազար անգամ եղել է որ հիվանդության համար կամ բան այդքան տեսել ենք Facebook-ում, չէ՞ որ ասել ցավալի բաների համար երեխեքին հա ցավալի եւ ուղարկում են եւ ես հաստատ գիտեմ որ այս ով որ ուղարկում է նշիվոնա միլիոնատեր է բայց ու հավաքվում է այդ փողը փառք Աստծո եւ տանում են բուժում Աստծո հետ կապ չունի հա դու իմ հետ կապ ունի իմ բարակային իմ հետ կապ ունի այսինքն ես ձխել չունեմ խմել չունեմ այդ փողը տալու գեգեգինում Հայաստանցի էշությունները չունեմ որ ես ինչ կդակ եմ անում որ Ամերիկայի մեջ կես հիմա Հայաստանը վստահ եմ сказать battle service այսինքն գերտաս մի սրճարան կամ քիշերային ագումբ եւ այդտեղ սեղան մգաբավես որ նվազագույնը $1500-ին $2500 մեկ հատ ոդկայի շիշի համար պետք է վճարես եւ հետո այդ գիսամերգ աղջիկները գուքան շիշը կփռնեն այսպես եւ լույսը կզարնեն ես մի շատ կադագ հրած եմ ասում եմ ժողովուրդ նայեցեք աս աբուշ հայաստանցին $28 համար $1500 կվճարի որ անանք հիվանդություններ չունեմ ասեցի չէ գին չունեմ լիք ընկերուներ ունեմ որ ասում եմ եթե չունեմ փող դուք պիտի ծախսեք իմ վրաս եւ անոնք ավելի հավատարիմ ընկերուներ են որում ավելի ծախս չունեմ եւ ժամանակ կարող եմ լավություններ անել եւ քանի որ Վահան Թեքեյանը ես իմ կյանքի սկզբունքը Վահան Թեքյանի հաշվեհարթար անունով բանաստեղծություն ունի 1928-ի գրած հաշվեհարթար կյանքեն ինձի ինչ մնաց ինչ որ դվի ուրիշին միան այդ մնաց թող աշխարհի բոլոր միլիոնադերները իրենց միլիոնները թող հավաքեն եւ փամը չանեն բաշարը արնեն բայց եթե իրենց կյանքի մեջ մեգումը մեկ հոգի օգտակար եղած չլան իրենց մահկանացունից հետո ոչ մեկ իրենց չի հիշի հաստատ 100% ես զգացել եմ եթե վերադառնամ այն թեմային այդ donation-ները կամ ոնց ասեցիր նվիրատվությունները օքակ կերան կներեք նվիրատվությունները անում են միշտ այն մարդիկ ովքեր որ այն կարողության տերը չեն ես էլ եմ զգացել ասենք իմ Սարի թատրոնի donation-ը նվիրատվություն այլ որ կա իմ հանդիսատեսն է անում, այն ով որ եկել է թատրոն, այն ով որ նայում, ով որ բան էլի, հա, ասենք այդ մարդիկ են, այն ով որ ասենք հարուստ է բան, կյանքում ձեռը գրպանը չի տանել, ջայնամ տանեք, ձեզ վրա իսկի հույսել չեմ դնում ես, ոնց որ ասում են։ Հա, չէ, ունեմ երկու հատ հարուստ ընկեր իհարկե որ օգնել են, փառքասու, հա, բայց այն մեծ զանգված ով որ փողատեր է, ինքը երբեք դրանով չի զբաղվում։ Մի երկու հոգի զբաղվել են, Մանթաշովը Կոմիտասին դաշնամուր արել, այ մամա ջան Մինչև հիմա խոսում են նրա մասին։ Մինչև հիմա այդ երևի այդ դաշնամուրին ավելի շատ բան կանեն արցանք կդնեն, քան թե հենց Կոմիտասին։ Ստուգի հոգեբանությամբ ասենք մենք։ Մի մոնար որ մենք հարյուրավոր դարիներ մենք ապրած ենք իբր ստուգ եւ այսօր մեր մեջ ստուգի հոգեբանությունը ես հասկացել եմ կանգնած եմ ուրեմն գազալցակայանում մեկ էլ այդ բանը լցնում է գազը ասում դու գիտես ասում այն այգին ու այն եկեղեցին ու ասում էդի Գագիկ Խաչատրյանինն է ու մենակ տեսնեի այդ մարդու ոգևորությունը ու աչքերին ոնց որ ասի այդ գիտես ումնա Բայրամ Աստվածածինն է այնտեղ էլ էդ ինչ են ատել Ազնայեցի ասեցի, այ ոչխար, ախր այդ քեզանից է գողացել, փողը որ սարքել է, դու ինչին վրայից ես ուրախանում։ Կամ օրինակի համար մենք մեր քաղաքտոջախների մեջ նայեցեք, Սփյուռքի դարածքը բոլորին դարբեր մտած։ Ես միշտ սկսած եմ հավատալ, որ Հայաստանի մեջ ապրողը եւ Սփյուռքի մեջ ապրողը երկու դարբեր ցեղերու ասկերու մարդիկ են, նույն մարդիկը չեն։ Նույն տուն, որ Հայաստան երկար ժամանակ ապրած ես, մի 20 տարի անցնի տուն Սփյուռքի մեջ ապրես, արդեն քու հարազատ եղբորը հետ Հայաստանի մեջ դժվար իրարու կհասկանաք։ Եվ ասիկա նայեցեք, դժբախտությունը չեմ զգացել, որովհետև երբեք ասենք մի կես տարուց ավել չեմ ապրել ուրիշտեղ։ Հա, բայց եւ որ երկար ժամանակ կնաս մտածելակերպը կփոխվի, եւ որ մարդու մտածելակերպը կփոխվի, ինքնությունը կփոխվի։ Ես միշտ ասում եմ ուրիշները ասկասեր են, իսկ եսասերը մեջը լալով ես եսասեր մարդ եմ, բայց իմ եսասիրությունս հայկականությունն է։ Ուրիշների եսասիրությունը իրենց տարբեր գեդերի վրա։ Շատերը կարող են զարմանալ, որովհետև
կարծիք է ստեղծվել, որ դու հայատյաց ես, հայերին չես սիրում, հայերին հայոյում ես, ու գիտեմ, դե դու էլ ոնց որ ասում են բան ու գործ չունես, զորովն ես պրովոկացիա ես անում, որ զանգեն հայոյեն, դու էլ հայոյ ես։ Չէ, նայեցեք, ես ճշմարտությունն եմ ասում, եւ ադոր համար այդ գերբարը որ գա, հայի գերբարն է, հայը չի սիրում, իրեն ասես որ ես կարծեմ ոչ մեկ չի սիրում, հայկականություն։ Չէ, բայց ոչ մեկ չի սիրում, որ ես միշտ կդակ եմ, հայը միշտ ավելի երկու անգամ ավելի շատ է իր արդահայտում իր չունտունածի մասին։ Ես շնորհքին պատասխան եմ տալիս։ Եվ որ մեկը հայոյում է իմ մորը եւ ադիգա հետաքրքրական ինչպես աբակա սերունդին օգտակար եղավ։ Եվ որ հայոյեց ինձ այդ մարդ հերադեսիլի վրա, ես ասեցի որ վարգանականացի ու Ֆորեստոնը գիտես ուր է։ Ասի գերտաս։ Ես լսել եմ այդ եթերը։ Եվ ասեցի, չէ, դուք հայաստանցիները նոր եկած եք, մայրուղին կովի արժանոցները գտավ։ Մենք որ հինեմն ենք, եւ ասում թիդավորյալ բարեր են։ Մենք որ հինեմն ենք Glendale Avenue-ի վրա ենք թաղվում։ Քանի որ մարդը սիրում է այդ որ ես հիմա տրամ ունեմ, հատկադայն է։ Ասի ներս մտիր, վեր բարձրացիր, մայրս հոտ թաղված է։ Եթե մայրս թողե քեզի, գադար է։ Այսինքն եթե դրամապանության մտածես, մերած որ մարմինը պտտած փամկոյություն չունի ադեր, եթե ինքը քեզի թողե, թուն ըրե ինչ որ հայոյեցիր ինձի։ Հայաստանի մեջ այդ հայոյանքը եթե մեկը մեկունդա իբրմա գսպաննե իրեն։ Ուրեմն երդասարտությունը ինձ ասում եմ որ չաստվեցար այդ խոսքեն, ասում եմ խոսքը երբեք մարդու վնաս պետք չէ դա։ Խոսքը խոսք է միայն, բայց եթե մեկը կա ինձի ուզե խփե, զարնե, այդ ժամանակ է որ ես պետք է ինքնաբաշխանություն կամ ավելի շիրակ է ես իրեն վերացնեմ նախ կամ որ ինքը իր փերանը։ Այսինքն խոսքը կարած բաց թողես ակարժներից։ Այսօր մարդիկ Հայաստանի մեջ իրարու ընտանիքներ իրարու սպաննած են, քանի որ մեկը մյուս մորը ասած է որ ես քո մորը դասանք պիտանեմ։ Դժբախտաբար այդ որ վիզե ճապանիշը դրած եմ, հայը ուղեղը չի օգտագործում։ Հայկականության վրա, ինքնության վրա եւ ընդհանուրը միասին 111 տարի է ցեղասպանություն կա մոտ 50-րդ ամյակին էր որ բայկարի հասկացողությունը մեջտեղ եկավ Ձիզևնագապերտը 65 թվականին Լիբանան Պիկվայայի հուշարձանը եւ այդ օրերից բայկար մինչեւ վերջ եւ որ Ամերիկա եկա անգլերենս արդեն լավ էր բայց Ամերիկա եկա եւ չափահաս դարձա անդրադարձա որ buy a car բարը այսինքն ինքնաշարժ քննել to buy a car նույն գոչումն է ինչպես բայկար մինչև վերջ եւ մենք եթե նկատի առածես իրականություն անգամ եւ որ նոր ինքնաշարժը գավդատրվի հայերը առաջիններն են որ ամենաման պետք է արիա քննեն քանի որ մանկությունից իրենց ասած երազել են չէ ասած են բայկար մինչև մնաց է այ կորոնամեսա ինսենսը ուրիշ բան չունի հասնում ես ոնց են հասնում ես այդքան բան ես անում ես միշտ ասում եմ որ բաների հետևից ես ընկել հիմա գադակ մնեմ մի ներվից մենք բայց ցունա իմ չափանիշի մեջ կմտնաս կոր հայտնի որ գտա այդ դղամարդը որ ուղեղի մաս չունի ուղեղի հույթը կօգտագործվի ուղեղի համար կոմոդը ստեյա գնում սա աստեղի ճուրը դարբեր է աստեղի ուղեղը ասեցի աստեղ ուղեղ չի գա ասինքն իմս դա համար եմ անխելքս ստեղ մազերը սա օրինակավոր հիմա որ լիքը մազ ունես տուն ուղեղի հույթը օգտագործվում է այդ մազը աճելու համար հասկացա տարիք էլ ակաշների մեջ էլ աճում այդ ուրեմն ընդհանրապես вообще անուղեղ ենք մնացել բոլորս չէ բայց ագանչի ուղեղ խոսեցիր բանի մասին է 111 տարվա մասին բան ես տեսած թե երկու հատ միջոցառում կար ամենտեղ այդ գլենդերի մեջ միջոցառումներ էր այդ 111-րդ ամյակին նվիրված ահագին փող է ծախսվում այդ ամեն ինչին ասենք ոնց ես կարծում դրա կարիք Դժբախտաբար նայ ես այ որ 45 տարի առաջ Ամերիկա մտա 19 տարեկանից Լիբանանին ժամանած Դաքարուն հայը ապրիլ 24-ին բորալ գանչեր եւ հետո արդեն մեմը որ դրոշ վառել արել է չէ ես չեմ անանք բանը դրանից չի հասել չեմ բայց որ մենք կանք պիտի լինենք եւ շատանանք եւ հետո Հայաստանը անկախացավ իմացա որ բոնջ ասք ենք մենք
Ադիգա իվդեղը, բայց այդ դարիներին նույնիսկ կազմակերպած եմ ցուցահանդեսներ եւ կազմակերպած եմ դարբեր երևույթներ, ցույցերի մասնակցած եմ, մարդիկ դեր walkie-talkie չէին գիտեր ինչ էր, ցույցերու գեվտային կազմակերպությունները մեկը միսին գբորար երու են ասենք առաջիններն է որ քացի վարձեցի walkie-talkie-ներ որ կազմակերպողները այդ կապի մեջ մտնան եւ այդ օրերը ամեն հասարակությունները պետք է փակ մնար Հա եւ որ ավելի չափահաս դարձա անդրադարձա որ եւ այս տարին ես հայտարարեցի որ Լոս Անջելեսի մեջ $50 միլիոն հայերը գործընծուցին ապրիլ 24-ին 50 միլիոն այո բապսոս չէ փող հիմա մարդիկ ասեցին որ քրարումից տակը քրեցին որ ամեն ինչը փողով չէ հիմա փան դարձած են ասենք շրայլ մարդիկ են 50 միլիոնը ինչ է որ գնանք գործընծեն ավանակներ եթե 50 միլիոնը գնանք գործընծնել Գյումրիի մեջ 2500 թեր դոմիկների մեջ ապրած մարդկանց օգտակար եղեք Գերզավորություն շատ կա մեր ասքի մեջ։ Շատ կա, ես էլ եմ զգացել։ Նույնը Հայաստանում էլ եղավ այս տարի բանը ագին ես մի հատ մի փոքր նյութ արեցի արդեն դե տուղությամբ։ Քանի որ ամեն օր իրենց ստամոքսով եմ մտածում, ոչ թե ուղեղով։ Ապրիլ 24-ի օրը նայեցեք, ես այս ցեղաբրում բարը որը ստեղծեցի, ցեղին ապրելու իրավունքն է։ Եվ այս մարդիկը բոլորը ցեղասպանությունն վերաբրողների զավակներն են կամ վերաբրողներն են, քանի որ հին թվականների որ երկրակունթի մարդկանց օգտակար եղած են։ Որն ավելի լավ է, թուն այսօր, քանի որ մենք միշտ սպասում ենք, որ օդարը վավերացնե մեր ցավը։ Ձեր ցավը։ Որ մեկ ավելի լավ է, օդարին ասես որ մենք նահատակներ ունենք 1.5 միլիոն։ Կամ ասես որ թուն այսօր ողջ ես, քանի որ քո մեծ հայրդ կամ թուն, որ հիվանդ է իր եւ մարմինի այլ ասենք թե երգամ պետքություն ունեիր դոկտոր Ջան Նաջարյանի ստեղծած թեղը իրավունք տվա որ թուն կարողանաս օդար մարդից երգամը ստանաս եւ ցանկը դարաչև տա թուն այդ մարդու ցանկին վրան ամիջական աստեցություն ունես քանտե որ ասես մեղքացիր իմ վրաս ես որ առաջին քրիստոնյան եմ 9.5 միլիոն ինձ մորտեցին քանի որ ես քրիստոնյա եմ նայ սդախոսությունը արդեն ինքնինս մենք չմորտվեցանք քանի որ քրիստոնյա էինք մենք եթե մահմեդական լինեինք նորեն պիտի մաքրեին մեզի դա մի քիչ խնդրալուց հարց է հիմա չեմ ուզում դրա մեջ մտնեմ չգիտեմ քրիստոնյային դրաման մորտվեցինք թե չէ թե միգուցե արդեն թուրքերը զգացին որ կարող է անկախություն ստանանք, նվաճենք կամ մի բան դրա համար այդ քայլին գնացին, ինչեր է պատմությունով, ցավալի պատմություն է եւ ճիշտ ասած այդ խոսակցությունը կլինի այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիան չընդունի, իսկ Թուրքիան չի ընդունելու եւ այդ անթաղ մեռելը միշտ մենք սենց ծամելու ենք, խոսելու ենք դա մասին, իմ մեծ մամն է պատմել, համոզված եմ քո մեծ մամն էլ է պատմել։ Ժողովուրդ ջան, շատ ուրախ եմ, որ Ստեփանի հետ վերջապես կարողացանք հանդիպենք, երբեք ներկայացումներից չի եկե, քֆուր ադրած, գալու ես Երևանում անպայման գալու ես կամերային թատրոն ամսի 5-ին։ Ինչ ասեմ, որ բնությունը այդպեսի արած է, որ յուրաքանչյուր անգամ որ թուն Լոս Անջելեսի մեջ ներկայացում ես անում, ես Հայաստան եմ։ Իսկ եւ որ թուն Հայաստանի մեջ մի բան ես անում, ես հոս եմ։ Այո։ Ձեր Աստվածը ճուզերգո որ ես եւ թուն միաժամանակ մի դեր լինենք։ Լավ, հիմա մեր աստվածներին կխնդրենք, որ այսօր եղավ, Աստուծո հետ կապ չունի։ Քանի որ ես Աստված չունեմ, ադոր համար եղավ։ Ահա։ Այս կենտրոնը որ կա, Գլենդելի կենտրոնում, թանկ ու կրակ, property tax-ը ոնց է տալի։ Իմս չի, ադոր համար չեմ գալիս property tax։ Հասկացանք, ինչ է սա։ Նայեցեք։ Նախ եւ առաջ ուզում եմ մի անգամից էլ ծանոթեմ, որ Առաջինս հնարավորության դեպքում այստեղ համերգ կտամ իհարկե բենդի հետ ջազ համերգ կտամ շատ լավ տեղ է ժողովուրդ ջան շատ այսպես այդ ֆրանկ նայենք տեսեք պատերը սպիտակ ամեն ինչ սիրուն հիմա այս բարակային քանի որ ապրիլ 24-ի մոդիկ ժամանակ է այս ցուցադրությունը այդ ցեղաբրումի ցուցադրությունն է ես ամեն ապրիլ 24-ին հաստատությունը բաց կմնա այս ծորակները հայ օրինակ այո եւ հետաքրքրական բան ունի ամբողջ հայերը գիտեն որ այս ծորակը որ դակ եւ ճուրբագու դա Ալեք Մանուկյանի ստեղծագործությունն է բայց ճշմարտությունը այդպես չէ իմ տասախոսություններուց ես միշտ ներկայացնում եմ Եգիպտահայ մի երդասարդ որ Ալեք Մանուկյանի ծանոթներից եղած է ստեղծած է այս քյուդը եւ կասած է Ալեք Մանուկյանին քանի որ այդ դարիներուն Դիթրոյթի մեջ Ալեք Մանուկյանը կորձարան ունեցած է եւ ասած է որ այս քաղաքարը ունի
ասփանը Սարքել, ուզեմ սարքել։ ահա, ու տենց իրա վերագրել։ Սարկած է, ներողություն։ Սարկած է, արած է եւ կացած է Ամերիկայի շինարարական բոլոր հաստատություններում կամ մեծամասնություն, առաջարկած է, որ եւ որ դուներ եք սարքում, ուրեմն խոհանոցի մեջը կամ զուգարանի մեջը այս սարքը օգտագործենք, որը մեկը չեն ընդունած։ 2 տարի հետ կվերաթարնա այդ Ալեք Մանուկյանին գսե որ ինձի $1500 դուր այդ ժամանակներ 42 կամ 43 թվականներին գլա գասե ինձի $1500 դուր ասկա քեզի ինչ ուզեսներ է Ալեք Մանուկյանը 10 տարի կսպասե որ մե յետքը հեղինակային իրավունքի գտիմե այս սարքին եւ ատկե դո ինքը կկարողանա որ Ամերիկայի շինարարական բոլոր հաստատությունները օգտագործեն այս մեկը եւ այսօր ամբողջ աշխարհը օգտագործում է։ Ալեք Մանուկյանը հեղինակը չէ, այլ ինքը այդ մարդն է որ կարողացած է ադիգա դարածել։ Տեսնում եք իսկ Խեղճալիևը ասեց որ այ այդ բանը որ կա այդ շշի մեջ որ լցնում են նավթը եւ գցում են տանկի վրա, չգիտեմ ոնց է կոչվում, ինչ որ տես մի հատ տես նռնակի ձև է, մոլոտով որ ասում։ Մոլոտովի հայ չո գրանատը բան ադրբեջանցի է ստեղծել կորոնավ ես։ Հետաքրական բամություն կա։ Գիտես շատ հայի դեսագը ստեղծող է Ազերին դեսագը ստեղծող չէ։ Ես մի թուրք նայեցեք, ես մեկը թուրք աղջիկ մգար որ հոս UCLA եկավ եւ հայկական այս բաների մասին ուսումնասիրություններ կատարում ինքը եւ հանդիպեցանք միտեղ, քանի որ միշտ օդավները որ հայության մասին բաներ գուզեն ինձի գտիմեն։ Քանի գիտեմ որ ես օբյեկտիվ եմ։ Այո, այսինքն եթե սխալ է չեմ։ Ինձի մեկ բան ասեց որ Երանի թուրքերը ասեց հայերի նման երկրակունթի ստեղծագործություններ եւ նվիրումներ կատարածելան մարդկության օգնելու։ Ասեց միան թունես որ քեզի այդ հանդիպումս, քանի ինքը PhD կպատրաստել որ թուն այդ բոլորի մասին խոսում ես, բայց մնացած բոլոր հայերը կխոսին մեզի սպանեցին, մեզի դեղահան անեցին։ Ասեց թուն երկրակունթին ասում ես որ նայեցեք հայերը չլայն է դուք ասպաները չէի ունենար։ Ադե դժբախտություն։ Դե դժբախտությունը ինչա երևի մեկ այդ PR-ի բանը չունենք, հա։ Ոչ թե PR-ի։ Քեզ ներկայացնել, ու վրացիները ոնց են կարող անել։ Չեղածները մարդիկ կարող անեն։ Եթե հիմա բադահեր որը Ստեփան Փարթամյանը մեծահարուստի մեկը լար, ահա, ուրավոր։ Ուրեմն եթե լիներ օրինակի համար եւ այստեղ անդեղ $1,000-2,500 $500,000 շենք մսարկեի բանի եւ լայ դիարն ոչ թե խիարն այլ դիարն Ստեփան Փարթամյան եւ Ստեփան Փարթամյան ասկահապարները որ հիմա ունի հավատա ամբողջ ասկը կսկսեր հետևելու բայց դժբախտաբար անոր տրամ ունի ուղեղ չունի անոր ուղեղ ունի տրամ չունի հա դա տենց է դու զգացել ես մանավանդ այս յետ սովետական շրջանում ուղեղը փողի ասինքն կրթությունը նորմալ մարդ լինելը փողի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի մեկը օրինական ինչքան անասուն այնքան շատ փող ունի մեկը եթե հաջողակ չեմ գիտեր քուլբա վաճառող եղած է եւ թիզած է գումար հանգարզակի հայերը կգարձեն որ այդ մարդը գնա ղեկավարը լա եւ սովետական միության ժամանակ համայնքի պետ կգոչվեր իսկ սպիրկի դարածքին գազագերբությունների ադնաբեդ կդառնար կամ ասենք թե այս գազագերբության ընդհանուր նահանգը խիարն ասինչանն է քանի որ ինքը $20 միլիոն վրա նստած է ինչպես վերած այդ $20 միլիոն կարևոր չէ իսկ ինքը կարողանա ծրագրել որ ինչպես կգնա թե այդ զանուցումները դարածել աշխարհին 4 կողմը օրինակ համար եթե ես իմ ուժերով այս ամենը կկատարեմ այս կետրոնը ես ստեղծեցի եւ նոր փարմը ստեղծեցի անունը մշակույթարան մենք ջաշարաններ լիք ունենք Գլենդելի մեջը ջաշարաններ կամ ավելի հայաստանյան բարաբաշարով ռեստորաններ շատ են բայց մշակույթարան գոյություն չունի Եկեղեցին ասում ենք որ հայկական մշակույթն է որ ոչ մի գաբ ունի հայության հետ քանի որ Քրիստոսին նա ասած է եթե ինձի հավատաք դու ոչ հրյա ես ոչ հույն ես քանի երկու ասկերն էին այդ ժամանակ իսկ մենք հայերս
սրախոսությամբ ասում եմ մենք հայ քրիստոնյա ենք։ Ես միշտ ասում եմ, եթե քրիստոնյա ես, ես քեզ հարգում եմ, բայց եթե ասես որ դու հայ քրիստոնյա ես, ինձ աբուշին դեղը մի տներ։ Չես կմնարալ դու հայ քրիստոնյա։ Ադորա որ ինձ ասում են որ դու ինչպես Աստուծո թեմ ես խոսում քրիստոնյան եւ հայ ես։ Ասում եմ մեկը մյուսի հետ կապ չունի։ Ուրեմն ինչպես ամեն մարդ ճաշարան գերտա, այս շաբաթ ուրբաթ շաբաթ գիրագի, ասկի վիճակը դիրայ է։ Ուրեմն դարբեր ճաշարաններ գերտակ, այս կետրոնը նպատակը է որ շաբաթը 7 օր աս ուղեղի աշխատելու համար է։ Ուրբաթ գիշերները ցուցահանդեսներ են անպայման։ Մի նոր Եվդասարտի ցուցահանդեսը, քանի որ եթե մեկը չի ներկայացնես, աշխարհը չի մանար իր մասին։ Հավաքական ցուցահանդեսներ շատ կան։ Իսկ գալիս միայն հայերեն գալիս թե ուրիշ ազգի։ Գախում ունի խնամի ծանոթ բարեկամից։ Հիմա հետաքրքրական է որ քանի որ այս շրջանի մեջ այս բարձրահասակ նոր շենքերը կան եւ գրեթե մեծամասնություն օդարներ են, միշտ քայլում են այստեղից։ Գալիս են, ներս մտնում են, նայում են, ասում են կարող մենք իմանալ եւ մեր email-ները մեզի ուղարկե եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ բայց կամած աշխատանք է։ Հիմա գերեվագա է, եթե ես փող ունենայի եւ այդ ինչ որ գազագերբությունները տրամադան մեջը փողեր ունեն միլիոնավոր դոլարներ, միայն թե տրամադան դերերն են որ աշխատում են եւ իրենք բզիկ տոկոս են ստանում։ Օրինակաբար այս բոլոր բնակարաններուն ես ամիսը մեկ անգամ բացիկներ ղրգեի, որ ցուցահանդես կա։ Հա։ Կարող է։ Եթե 5000 հոգի գա, մեջեն 5 հոգի եթե կա, չափանիշ է, քանի որ 4 ամիս հետո 5-50 գա։ 50 դա իհարկե։ Իսկ մենք հայերս ինչ ենք անում, նստում ենք ասում մենք առաջիններն ենք, ամեն մարդ մեր կովը թողան, չի լինի։ Դե դա է, ասում եմ PR-ի բարի խնդիր կա, քեզ ներկայացնելու խնդիր կա։ Բայց հիմա գումարի պետքություն կա, PR-ը չի գնա թյուրինը լավ։ Ճիշտ է, բարձ է։ Բայց հիմա ասեմ որ մենք մի քիչ հին մարդ ենք։ Դու ընդամենը 2 տարի ես դրես մեծ կարելի ասել նույն հասակակիցներն եք, հա մենք։ Հիմա կամած մի սերունդ է աճում արդեն, որը որ այդ ամեն ինչից հասկանում է։ Հա, բայց դժբախտաբար, քանի որ շանկոդած ուղեղները նույնիսկ աս նոր սերունդը, տեսնում ես ջաշի բոլոր այս չագերդված անգլերեն բառը օգտագործեն social media influencer-ներ։ Այս աստեցողություն ունեցող մարդիկ։ Այո։ Ջաշ, հակուստ, վարդիկ, քուլբա եւ երեսի այդ քույնսկուն ներգերու մասին։ Հետո եթե ինչ գիտես, համենայն դեպս նոր սերունդ է։ Հիմա նայեցեք։ Ինչի՞ մա դա սկսեցի ասել դա, որովհետեւ մենք սկսեցինք խոսեցինք հարուստներից, չէ։ Մեծ մասը իմ տարիքի հարուստները առանձնապես կրթված չեն։ Հատուկեն մարդիկ կան, ովքեր որ կրթություն ունեն, նորմալ մարդ են, մարդասպան չեն։ Իսկ այս սերունդը որ սկսում է հարստանալ, թեկուզ այդ social media-ի, այսպես ասած, շնորհիվ IT ոլորտի շնորհիվ բան, իրանք տարբերվում են 90-ականներում հարստացածներից։ Եվ միգուցե ոնց ասում հույսը երիտասարդությունն է, իսկապես հույսը իրանք են։ Դու շատ պիտի այդ զանգվածը պիտի գայթակղես։ Նրանց մեջն է վիզևերը եւ վիզևարը։ Դե դու սխալ մարդկանց հետ ես շփվում։ Չէ, ես ամեն մարդու հետ շփվում եմ։ Վիզևերի իմ շրջանակը սփռետ է վիզևերը։ Վիզևեր գնա հաստատ բայց ասկի վրա աստեցություն ունեցողը վիզևարևն են։ Այդքան համաձայն չեմ, որովհետև ազգը դա մի հատ բան չի։ Ազգը ունի տարբեր տարրեր։ Այո։ Ասենք իմ հանդիսատեսը դա վիզե ներքևի վարի բանը չի, ասենք ես չեմ ձգտում այն նրանց համար խաղամ կամ ներկայացնում, ով որ մենակ քյաբաբ է ուտում, հասկանու՞մ։ Բայց խնդիրը անգա է որ գիրես չէ քյաբաբ մնայուն արժեք է։ Գիրես ինչու։ Ինչու։ Ոնց ուտում ես, դες դուս է գալի։ Անցնենք առաջ։ Ուրեմն իմ նպատակը անգա է որ նորեն ինչպես որ Վահան Տեկյանի նախատասությունը կյանքեն ինձ ինչ մնաց ինչ որ դվի ուրիշին այս կետրոնի մեջ ես արիթ եմ դալիս եւ դասարտության կամ ստեղծագործողին գախում չունի ինչ տա։ Ու դրանք հաստատ վիզևեր են, չէ՞։ Ամենավիզևեր։ Ստեղծագործող մարդը վիզևեր է։ Բա։ Ուրեմն ես արիթ եմ դալիս, քանի որ այսօր 5 առույցը վստիրքի որ շենքերու դերեր են, նայ հայաստանցիները կետրոններ չունեն։ Թափարական վիճակի մեջ են։ Քանի որ իրենք գազագերբություններուն չեն հավատար։ Եվ անցաները ես կատակ արեցի։ Այսի դուք որ տրամի երևեն գերտակոր 5 սպյուրքի գազագերբությունները միլիոնավոր դոլարների շենքերու դերեր են, որ չեն օգտագործել։ Եվ նրանք արդեն ֆորեստլոն են, գմերնին։
Հիմա նոր քաղաքտոջախը, նոր սպիրկը հայաստանցիներն են։ Մտեք այդ կազմակերպություններում։ Բայց չեն թողնում։ Ադիգա Ես կյանքում չեմ հիշում 1000-ից մեկ որևէ այդ հին ապրողներից ըստ գայիմ ներկայացման 90-ական թվականներին էր, եւ որ ես այդ կազմակերպություններն առաջարկեցի, նոր եկող հայաստանցիներուն մեր խումբերի մեջ առնենք։ Ինչ ասեցին։ Նրանք թավաջաններ են Հայաստանը թողեցին եկան։ Ասեցի հա թողեցին եկան, ինչպես որ մենք մեր երկիրներն թողեցին եկան։ Աս երկիրը արիթ է դալիս։ Եվ այդ ժամանակ ասեցի օրը պիտի կա, որ դուք ոչինչ աստեցություն մի դնենաք։ Աստեցություն ունեցողը այս հայաստանցին է։ Քանի այդ երկիրը որ pedagoganություն ունեցած է, թեգուս սովետական pedagoganություն է, դարբեր չափանիշներով է աշխատում։ Իսկ մենք որ ստրուկի իրավիճակով սպիրկի մեջը նրանք ուրիշ ստրուկներ են, մենք ուրիշ ստրուկներ ենք։ Մենք որ սպիրկի մեջ ստրուկներ են, Բանկո Թոման կրավեց Տաշնակցության գոմիդեն եւ այլն եւ այլն։ Ասում են Բանկո Թոման այսօր trillion դոլար միլիոնավոր չէ, բիլիոնավոր չէ, trillion դոլարների արևդուր է կատարում, իսկ մենք դեռ մեկը որ $200 նվիրատվությունը կդարե ճաշկերույթի ժամանակ, ճաշկերույթը կգնա եւ կհայտարարվի։ Մեր ընկերներն ասինչանը իր դուկնոջը դե մեզի նվիրեց $500։ Ասեմ այդ $500-ը ինչ կնա գնա։ Հեչ ոչի բան։ Բայց թուրքը այսօր մարտը բիլիոնավոր trillion dollars, ոչ թե բիլիոններ։ Ժողովուրդ ջան, հենց դրա մասին խոսեցինք, հիմա լայք կարող եք դնել այս եթերին եւ մասնակցեք մեր իմ donation-ին Սարի թատրոնը վերականգնելու համար։ Գնացինք առաջ։ Ես առաջարկ մտի դարիներ առաջ, որ մեկ եկեղեցի բագաս սարքենք եւ այդ $20 միլիոն հայթայթենք Հայաստանի մեջ այդ երեխան որ կկարողանա քրավոր եւ փանավոր մեկ հատ քիրք մը ներկայացնե զերծ օդար բարերից եւ իրեն գուտանք $1000։ Եթե կկարողանա 10 հատ քիրք ներկայացնել, գուտանք $10,000։ Դա Բայց ինչու ներողություն ինչու։ Քանի որ մայրը եւ հայրը Հայաստանի մեջ հասարակ մարդոց մասին որ մեծամասնությունն են, իրենց ամսականը $600 չափանիշի մեջ է։ Երկով եթե աշխատեն եւ այդ իր հայաստանցի կորզադերը որ ինչպես ասել, չարաչար օգտագործում է եւ միշտ ավելի բարձր է նայում իրենց քան կամ մատուցող է կամ մակրող է եւ այդ ընտանիք այդ $600 դունգերտա որում մեջ են $200 կհատկացնե իր զավակին ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, գերմաներեն լեզու սովորելու, քանի գիտե որ եթե այդ լեզուն սովորի ինքը ավակային որ մեզ ավելի արժեք կունենա։ Ուրեմն ասեցի որ այդ երեխան որ կարողանա 10 հատ քիրքներ 10,000 կստանա, ծնողքը ամբողջ տարին պետք է աշխատի, որ մոդավորապես աչափ գումարն է։ Հիմա ծնողքին դու տրամով հայ գտարցնես, որ երեխային տրամով հայ գտարցնես, որ ասելով որ թող երեխան ունենա մաքուր հայերեն թաստիարակը, որ իրեն հայոց լեզուն կսովեցնի, ոչ ինտոնացիա, ոչ ադապտացիա եւ այլն եւ այլն։ Եվ այդ երեխան գներգայանա, մաքուր գնե, գստանա տրամ, քանի տրամով շատ բան կգնաս փոխել։ Ինքնաբերաբար հայոց լեզվի մեծ քանակով քիրք կվաճառվի։ Հիմա չի վաճառվում։ Եթե հիմա Բարյուս Սևակ, ով որ գսիրես ամենաշատ Շիրազ եւ այլն, եթե հետ մահուկ փամը կնան եւ այլն, 500 օրինագեն ավելի չի վաճառվի Հայաստանի մեջ։ Ուսուցիչը, որ մաքուր հայերեն գիտե, գսկսի վարձատրվի եւ ոչ թե իտալերեն սորվեցնող ուսուցիչը։ Երրորդը նվազագույնը ոչ ապ տրամ գծախսենք, աչափ մաքուր հայերեն խոսող երդասարդ մեջտեղ ուկա։ Եվ բաժարը որ հայոց լեզուն պետք է պաշտպանենք մենք, անիկա որ հայոց լեզուն իր մեջ ունի բավական քաղաքներ երկրակունքի չափանիշով։ Ես առաջարկել եմ, չգիտեմ, պարզը որ շանտեղ չեն դնի իմ առաջարկը, բայց առաջարկել եմ Հայաստանում որպես երկրորդ պետական լեզու ընդունվի նաև արևմտյան հայերենը որպես լեզվի տեսակ, ու կա չէ, ասենք British English կա, American English կա, հա, Australian կա, ստերևույթին, չգիտեմ, կընդունվի երբևիցե թե չէ, բայց հիմա լինեն արևմտյան հայերենի դպրոցներ, հենց մեր հայրենակիցների համար որ տեից է գալի, որ լինի պետական ինչ-որ թղթեր, բաներ, որ լեզուն չկոյի, որ լեզու մնա։ Գիտես, երբ հետաքրքրեց Հայաստանի մեջ ադիգան, երբ որ United Nations, Միացյալ Ազգերը
հայդար ուսումնասիրություններ ունեն երկրակունքի վրա որ մեկ լեզուները պիտի հաջորդ 25 տարվա ընթացքին վերանան։ Վերանա։ Եվ այդ լեզուներում մեջը արեմդահայերենը կար։ Շատ ափսոս։ Եվ որ ադիգա այդպես եղավ, եւ որոշ նյութական աջակցություններ կար եւ նույնիսկ Գյուլբենկյան հաստատությունը Պորտուգալի մեջ հայտարարեց, որ հadoop բյուջե կհայթայթեն, որ արեմդահայերեն առաջ երթա։ Հայաստանի կառավարությունը առաջիններն էին, որ ասեցին, դա տրամը մեզի դվեք, մենք ադիգա կդարենք։ Արեցին։ Չարեցին, չէ։ Ուրեմն նա հարցը ասիգա է։ Որ հայ իշխանության դա երբ էր մոտարապես։ Չեմ իշեր հիմա, բայց կնամ բրբդել քեզի ասել։ Ու ասենք այս 18-ից առաջ էր, Չէ, ասկի առաջ։ Հիմակվանները թքած ունեն հայերեն լեզվի վրա։ Հիմակվանները թքած ունեն հայի ինքնության վրա։ Այսինքն ես տարիներ առաջ առաջակ մտեր, եսի հայթաթ կբորանք կոր։ Հայթաթ գոյություն չի գասի, քանի որ միջազգային որ մեկ թադարանի մեջը այդ մեկը քանի որ նորեն Թրամփի ծախսես ադիգանյա գոյություն չունի, ուրեմն իզուր է որ հայթաթ բարը կգործածենք։ Եթե մենք կուզենք ցեղասպանության հարցը լուծել, որ միայն թե թուրքերը պետք է ընդունեն, անիգա է որ մենք քաղաքնի սպասարկության ծառայության հատված մստերձենք եւ թրքական մշակույթի մեջ, թրքական երկիրի մեջը ներթափանցենք եւ pedagogan ճաշտոններու հասնենք եւ ասկային ժողովի մեջը Թուրքիո ունենանք մեր մարտիկը, քաղաքնի մարտիկը, որ կարողանան Թուրքիո օրենքները փոխեն։ Դա Եվ նայեցեք, եւ ոչ մեկի ինձ ադոր համար ասեց որ Աբրեստ Ստեփան ինչ լավ քաղաքապար էր, բացի Ալիևը եւ Օրդողանը։ Քանի որ իրենք կատարեցին անիչ որ ես առաջարկեցի եւ այսօր Հայաստանի մեջ ղեկավարություն կա որ Իստանբուլի մեջ կրթված են։ Իստանբուլի համալսարաններ կրթված են, չէ՞։ Ունենք անակ ղեկավարներ։ չգիտեմ։ Ունենք, անուններով կան։ Հոս է մեր տշպախտությունը։ Ես մի հատ կիմանամ ովքեր է դու գրեմ ժողովուրդ խաբար չէ։ Չէ, բացահայտ է ամեն նկիդեն, որ հետո ասենք թե նյութական աջակցություններով մարդիկ որ դուրսը գրթությունը ստացան։ Աս է խնդիրը, մենք ուրիշին խաղալիք ենք։ Մենք շատ խնդիրներ ունենք, խոսեցի նաև մի երկու եկեղեցի պակաս սարքեինք, բայց Ադեր հանցանքս ադեր որ ասեցի։ Հիմա Ստեփանակերտում քանդում են երկու եկեղեցի քանդեցին։ Գետրոնականն է քանդեցին։ Ինձ եթե չեմ սխալվում դա այդ նոր սարքած եկեղեցիներն են։ Այո։ Հին եկեղեցին գար Ստեփանագերդի, որ քանդեցին ադիգա վաղուց, իսկ անցյալ շաբթվա ընթացքին այդ նոր գեղեցիկ Ջարդարաբեդության եկեղեցին Գետրոնը քանդեցին։ Ափսոսեր իհարկե բան չեմ ասում։ Այդ ամեն ինչի հետ մեկտեղ նաև Սարոկյան արցանը չէ սարքում։ Հա, էդ էլ կասեմ, հա։ Հա հին չգիտեմ հինն թե նորն էր, բայց երկու հատ քանդված է ու այնքան եմ ուզում մա բերանս բացեմ 6-ը 8-ի վրա բայց դհոլով թե զուրնայով զուրնա դհոլով ամեն ինչով որ գիտեք ինչ իհարկե ափսոս է որ քանդեցին իհարկե թքում են մեր երեսին բան բայց թքել են եւ կթքեն քանի մենք առաջնայինը երկրորդականից չենք տարբերում, որովհետև այդ փողը որ գնացել է եկեղեցի սարքելուն, կարելի է դիրքերը ամրացնել, կարելի է տալ, ասենք, ավելի խելոք բաներին IT ոլորտը զարգացնելու եւ այլն, որովհետև եկեղեցի ունեինք արդեն լիքը Արցախում, եթե նայես քանի հատ հին եկեղեցի կա, երևի թե ամենաշատ նոր խիտ բնակեցված է եկեղեցիներով, լրիվ հերիք էր։ Բայց չէ ոնց կլինի եկեղեցի սարքենք, Աստված մեզ կպայի, Աստված չի պայի ձեզ։ Հերումի երթար Ամերիկայի Միացյալ Նահանգներու արևելյան ափի մեջ, եւ որ հայերը ներքախտեցին սկիզբը, քանի այդ արևելյան ափն է, արևմտյանը հետո էր։ Իմ քոյությունից երկրակունքի վրա մեկ նպատակի համար է։ Երկրակունքը վավերագրել իբր հայկական։ 25 երկիր վավերագրած եմ, հետո COVID-ը եկավ, գեցա ես քիչ մանավանդ։ Այսինքն Ադա ուրիշ անգամ մնա Ստեփանի լավ բաներից որ չեք գիտեր իրան։ Հա, չէ, ես մենակ լավ բաներից ենք խոսում, մենակ Ստեփանին քանի որ մարդիկ միան թե վադը գեիշեն, եւ որ ուրեմն արևելյան ափը եւ որ ես երկու անգամ Ամերիկան մինագը ինքնաշարժով բդած եմ եւ Ամերիկայի բոլոր հայկական դվյալները վավերագրած եմ։ Եվ ինչ եմ վավերագրում։ Հանրային վայրի մեջ երակույն թրոշակ միշտական օդարի գոմետի դված, հանրային վայրի մեջ օդարի գոմենտի դված միշտական հայերեն IP-ին դարերը եւ դեղական լեզվով
հայկական անվանակոչումներ։ Այսինքն, ես եւ որ Վեգասը վավերագրեցի, Վահե Circle ճանապարհը, քանի որ Վահեն ուրիշ իմաստ չունի, կամ Armenia Road-ը վավերագրեցի, բայց Քրկ Քիրքորյանին MGM-ը չի վավերագրեցի։ Ինչու՞։ Քանի որ ադիգա հայկական չէ։ Հա։ Մեծահարուստիմը դերմն է։ Ուրեմն Ամերիկայի արևելյան ափի եկեղեցիները այսօր դադարկ են։ Եվ մի դեր քահանամը գար ինձ ասավ Ստեփան ասավ Երանի մենք եկեղեցիները գառուցենք անիվների վրա։ Եվ որ քաղտոջախը փոխադրվի եկեղեցին երթա եւ այդ եկեղեցի Իսրայել մեջը նկարներ կար 40, 50, 60 տարի առաջ հարյուրավոր մարդիկ տաշտահանտես ծերնակներ բաներ, ասի այսօր քանի հոգի եք, ասավ 15 հոգի ենք եւ եկեղեցին մակրողը կամ եկեղեցին բահողը մի օդար գիմն է, որ ամեն շաբաթ կուքա մոմերը կհավաքի բաները գնի։ Այսինքն մենք ապրում ենք միայն թե մեր ժամանակի ժամանակ առանց մտածելու որ 100 տարի հետո ինչ պիտելա։ Մենք նման ենք մի մարդու, որը որ տուն կառուցելուց տանիքը կառուցում է, նորա կառուցում բանը ֆունդամենտը բեյսը, ասենք։ Չէ, առաջնային երկու քանի որ նորը նույն գեդին ու կանք որ մեր այդ ունեցած գեղեցիկ եւ աշխատող ուղերը շիդակ բանի համար չեն օգտագործում։ Խնդրեմ Հայաստանում այդ Քրիստոսի արցանը, ասենք։ Ամենամեծ էշությունն է։ Մեկը որ ասենք թե աշակերտներուն գրթաթոշակը գդրեց եւ ջամփան բիտնե դեր այդ բժիշկ եղո եւ հիմա մի քանի օր արդեն բժիշկ դարձան այդ երեխեքը որ պիտի փամվոր աշխատեին բայց բժիշկ դարձան բայց բժիշկ դարձան ինբաստ as էշին կամ իր ընկերներին որ օգնեցին իրեն գումարով իսկ ինքը այսօր ուզում է աշխարհի ամենամեծ Հիսուս Քրիստոսը գայանե հադիս լերամբարան ամեն ինչի մեծը լավ չի էլի ոնց բացերը խոսքը ասում են size does not matter իրենք ինչպես մի օգտագործես ադե կարևորը բայց դժբախտամ նե մենք հայերս եւ որ սերային հեղափոխություն ունենանք այդ ժամանակ շրջանից գլուխնից կա հիմա մինչեւ այնանեմ որ ամոթեներու չափանիշների մեջ մտած են ամեն ինչը ադոր համար Հիսուս Քրիստոսի արցանն ագուզես եւ աշխարհենսես որ ասում եմ Ռիո դե Ժանեյրոյի այդ քեղեցիկ Հիսուսի արցանը որ լերան վրան է քեղեցիկ ծովեզեր քաղաք ամեն ինչ տեսնում ես իսկ այդ էշությունը որ դիգանի եւ բիդի կանթե բամուչյան դվյալները այդ հողին դագը որ գա ինչ պիտի տեսնեն ամայի լևներ պիտի տեսնեն այդ որ ասեցի եւ հետո արևդուրի գեցվում պիտի դառնա չէ քանի ամեն ինչ արև են ցախելու ընդ որպես բան սուվենիր բան որ ասի size does not matter մի անգամից հիշեցի մի հատ մի շատ խոսք կա ասում չափը չի որ իրականում կնոջ հաճույք է տալի որովհետեւ այդ տեղը որ կինը հաճույք է ստանում լարթի հետևը չի գտնվում հասկանում ասենք բացարձակ ճշմարտաբար այդքան մեծ պետք չի եւ դա շատ բաների կարելի է հետո վերագրել նույն ասենք Քրիստոսի արցանին կամ նույն ասենք ինչ մեծ կամ օրինակաբար առասպելը Քրիստոսի առասպելը որ գա որ հայերը ոչխարի նման հետևում են քանի որ Քրիստոսը ինչ ասեց ինքը հովիվն է եւ հորտը ոչխարները հոտը ոչխարները հիմա ես հայասկին ասում եմ որ դուք ոչխար եք նեղանում են ինձանից բայց ան որ իրենց ոչխարի դեր դրած է բացահայտորեն կամ քաղտնիորեն գիտեք այսօր մեր նույնիսկ Հայաստանի մեջ ամեն ես միշտ ասեմ հայաստանցին ոչխար եւ ես Facebook-ի եւ Instagram-ի վրա Հայաստանի թրոշակն եմ տնում ցի նկարն եմ տնում եւ քո ոչխարի նկար եմ տնում եւ ասում հայաստանցի ոչխար իսկ եթե հայի մասին միտխոսիմ հայաստանցի լավ հայաստանցի մասին միտխոսիմ հայաստանի թրոշակը եւ ցի նկարը գա այս կադակները թերևս մարդիկ չեն հասկանա դե նոր հասկանում է հա բայց մեծամասն չեն ասում եմ մեզի ոչխարի դեր եք դրած ասում եմ ես չեմ դրել տենց ասած ամեն մարդ ցեզի ոչխարի դեր դրած է Լենին բաբիգը եւ Հիսուս բաբիգը նույն մարդիկները եղած են 2000 տարի այսինքն նույն մարդը ոչ թե նույն գերբարները եղած են մեկ աշխարհի բոլոր փամվորները հետևեցեք ինձ իմիս աշխարհի բոլոր ոչխարները այսինքն ադիգա ավելի վիրավորական է Հիսուսին որ ոչխարի դեր դրած է քանի որ ես միշտ ասում եմ որ ոչխարը լավ դվյալներ ունի
բուրթա տալի հա, բայց միամիտ է։ դմակը համով Թմագը յուղ է դալիս, բանիրն է ասնում, միսն է ծուդում, մենք սիրում ենք, չէ։ Ոչխարի միսը։ խաշլամա, այո։ Եվ ամեն ինչով։ Բայց միս կողմենը շատ միամիտ է։ Հա, շատ Եվ հայի գերբարն է։ Կա մենք դե հիմա կրոնական բաների մեջ չգնենք երկար Բայց խոսակցություն։ մեզի կանթողը գրոնքն է։ Չեմ կարծում։ Այո։ Չեմ կարծում ես գրոնքը։ Եթե գրոնքը չլար, մենք հայ չէինք մնալ։ Չէ, խոսքը դրա մասին չի, չէ։ Ժամանակին կարող ապատάει դա ինչ որ մի բան ունեցել, նշանակություն ունեցել, դա վիճելի հարցեր են, հիմա չեմ ուզում դրա մեջ ընկնեմ։ Բայց մենք միամիտ ենք ոչ միայն կրոնի պատճառով։ Մենք միամիտ ենք, ես չգիտեմ, որովհետև չենք ունեցել պետություն, չենք ունեցել այն մտավորականները, որոնք որ քրիտիկական մտածելակերպ ունեն։ Մեր դժբախտությունը ադիգա է, նայեցեք, ես միշտ ասում եմ, եթե Նիկոլեն հետո Հիսուս Քրիստոսը ժամանե եւ Հայաստանի կխելագարվի։ Չէ, չի խելագարվի։ Եթե Հայաստանի ղեկավարը լա, Հիսուս Քրիստոսն է քո ավազագի մեկը։ Դե կամ էլ տես կլինի։ Քանի որ ով որ այդ ճաշտոնին բիթասնի, պիտի շահագործե իրավիճակը։ Մեր դժբախտությունը անիգա է, որ շատ միամիտ ասք ենք։ Դե դա, բայց դա միայն կրոնի չի։ Չէ, գրոնի դեր ունի։ Իրա ինչի քիչ քրիստոնյա ազգեր կա որ խելոք։ Հիմա նայ մենք հբարդ ենք որ բանը Կիրկո Լուսավորիչը խոր վիրաբի մեջ է։ Ես ա փոքր էին է գմեզ նայ։ Եվ որ 2005 թվականների ջեմ Հայաստան կացի եւ խոր վիրապ նայեցելեցի, քանի 2005 թվականին առաջին անգամն էր Հայաստանի սահմանից սահման մինչեւ Արցախ ամենտեղ այցելած եմ։ Եվ որ կացի եւ տեսա որ այդ եկեղեցին փլուրին վրան է։ Եվ խոր վիրաբի մասը փլուրի վերեն մինչեւ ջամփամոր ուր ինքնաշարժները գշարես, այդ մասն է միանտե։ Անանք չէ որ աստեղից այս ջանաբարից ասենք թե խոր դեր կացած է եւ այդտեղ թաղված է այսինքն այդ վարի բադը որ գա բադին զարնես ցակ փանասն է արդեն դուրսն ես վիրաբի մեջ չես դու ամենտեղ ինչ բան ես մանգալ դու ոչ թե կեղտա մանգալի խորովիրամ գեր չէ ես ուղեղ եմ օգտագործում եւ միշտ ասում եմ Հայաստանի մեջ դրամապանություն գոյություն չունի Երանի Հայաստանի մեջ եւ որ սովետական միությունը որ մարդկանց ոչխարին դեր թրած էր եւ որ փլուծվեց Առաջին դվյալները մեկը ասկասիրություն սորվեցնեն եւ ոչ թե գրոնք։ Եվ ես Հայաստանցուն նման ես այդ դրամապանություն չունեի, մինչեւ որ չափահաս դարձա։ Հայի դեսակն է, բայց ես միշտ հայաստանցիներին եմ զարնում, քանի որ երկրակունթի վրա հայությունը ներկայացնող հայաստանցին է։ Սփյուռքահայը ոչ մի ադյանի մեջ դեր չունի։ Նույնիսկ միացյալ ազգերում մեջը նաև բաղեստինցին դեղ ուներ մինչև որ դարձավ երգիր։ Իսկ սփյուռքահայը որ դուրս նետված է, ոչ մեկցեվով միացյալ ազգերում մեջը խոսք չունի։ Միացյալ ազգերում մեջը խոսք ունեցող Հայաստանի Հանրապետությանն է եւ իր քաղաքացին։ Հոս է մեր դժբախտությունը։ Ես հայաստանցին նմանացնում եմ թութագի։ Ով ինչ ասես, մի անգամ ասում, թութագը շատ գեղեցիկ կենթանի է, չէ՞։ Ամեն մարդը բարդությամբ։ Թութագին այսօր իրենս է Փարի, քեզի Փարի։ Վաղը եկուր իրենս է Լուիս, քեզի Լուիս։ Բայց մինչև որ թուն իրեն չասես Փարի Լուիս, թութագը ցանկի մեջ չգրնար, այդ երկու բարերը ոսորվեցավ։ Միասնի իրար։ Հայաստանցին այդպեսին է։ Հայաստանցին լսած է որ Ամերիկայի մեջ ասիգա գա, լսած է որ Չինաստանի մեջ ասիգա գա։ Սորված է Ինձ շատ անգամներ ես կսեմ որ ես աբուշիմ դկեդի մեկն եմ, անուսին մեկն եմ։ Քանի որ ծրագրի մեջ ասնյութերի մասին խոսում, զանգահարող հայաստանցին ինչ մասնակցություն եք։ Դուք լեզվապան եք, որ հայոց լեզվի մասին եք խոսում։ Ասում եմ լեզվապան չեմ, բայց թուն դրամապանություն չունիս, ես ունիմ։ Քանի որ ես եւ որ լոկացիա բարը լսեմ, Եվ գիտեմ որ location բարը անգլերեն է եւ ադոր հայերեն հումանիշը հասցե դեր վայր երեք հատ բար ես սորված եմ վստահ եմ որ ուրիշ բարեր ագա ուրեմն ես տրամապանություն ունիմ ավելի խելացի եմ քան թե որ քու ասենք թե ինձ գնաս եւ ասես որ ասինչ քիրքը գարտացած եմ ասինչ քիրքը գարտացած եմ ասինչ քիրքը բայց չէ որ կան միջազգային բարեր ինչ մի խնդիր բայց մենք միջազգային ժողովուրդ չենք մենք ազգային ժողովուրդ ենք չէ Չէ, չի մար։ Մենք գլոբուսի վրա ենք, էլ դեշի որ դուրս ենք։ Այո, բայց օրինակամա չինացին ցանկի մեջը չինարեն բարը չի վերացնել եւ անգլերեն բարը դերացնել, բացի եթե ասենք թե Ամերիկայի մեջ կապրի որ։ Չգիտեմ, չինացիները չեմ շփվել, բայց ազգերի մեծ մասը ու կան ասենք ինչ որ տենց միջազգային բարեր եւ դա։ Բայց եւ որ քիչ աճ որ ասեցի, չէ,
Թուն քու զավակը չես ցկեր, ուրիշին զավակը չես որտեքրել։ Թուն քու զավակիդ բիտ զարգացնես։ Այո, լեզուն պետք է աճի, ունենա իր մեջը, եւ հայոց լեզուն այդպես հարստություն ունի, որ երկու բառով նոր բառ գտնասես են։ Շատ լեզուներ չունեն այդ դվյալը իրենց մեջը։ Իսկ մենք այսօր օրից օր մեր աբակա սերունդին ավելի ոչխարի դեր կդարձնենք այդ օդար բառերով։ Երևանի քաղաքապետարանը օրենք ունի, չէ՞, կամ Հայաստանի պետական օրենքն է։ Անինչ որ անգլերեն գրված է, պետք է անպայման հայերենը ոչ թե թարգմանված ըլլա, այլ այդպես գրվի։ Այսինքն, եթե Santa Fe գրած ես անգլերենով, հայերենով պետք է Santa Fe գրես։ Դե բայց դե եթե դա հատուկ անուն է, բա ոնց թարգմանես։ Հիմա դու հո չես կարա Լև Տոլստոյը չէ, բայց օրինակի թարգմանես, բայց օրինակ սուպերմարկետը չես կնար հայերենով սուպերմարկետ գրել։ Այստեղս է բառը։ Եթե դա հատուկ անուն է, ինչի՞ մա ստեղծեմ։ Քանի որ այդ երեխան որ 3 տարեկան է, մորը հետ կգալի գոր եւ իր այդ 2 տարեկանին այփենքի մսորված է։ Դե նույն բանն է, որ ասենք 5-րդ մի րոպե։ Դա նույն բանն է, որ ասենք Լև Տոլստոյը անգլերեն թարգմանես Fat Lion։ Տեսքի չէ։ Չէ, բայց քու նայ բարեր կան շամպանսկին, շամպեյնը պետք է շամպեյնը սվի, քանի որ վայր է, բայց ոչ թե բլբլաչը գմփիկ բան եւ այլ, հա։ Բայց ինչու այդպես եղած է։ Քանի որ սովետական միության մեջ եւ որ թուն Բաշտոնյա էիր, թուն գումար կստանայիր այդ բառը ստեղծելու համար։ Եվ որ ես միշտ կդակ կնեմ։ Շամպանսկի անրելի զանգակատունը քանի է չի։ Ինչը։ Անրելի զանգակատունը քանի է չի։ Չեմ հաշվեց, ինչ իմանամ։ Շատ է, չէ՞։ Բայց ինչու։ Քանի սևագը շատ հանկիստ կմնար ադիգա մի 20 էջի մեջ բացադրել։ Բայց սովետական միության մեջ իրականչուր էջի համար թուն տրամ էր ստանում։ Այսինքն օրինակ $1 ամեն մեկ էջը $1 էր։ 300 էջ գրեցիր թուն, $300։ Ես չեմ կարծում որ սևակը այս դրա համար շատ էջ էր գրել։ Ադոր համար գրած է, քանի որ խեր սևագը իր աբրուստի համար պետք է մի բան աներ։ Մեր դժբախտությունն ադիգա է, որ մենք նյութականի համար շատ բաներ աղավաղած ենք, թեգուզ մեր ամենա խելացի մարդիկը, թեգուզ մեր ամենամտավորականները, քանի որ սովետ միությունը այդպես էր իրեն բարդացրած։ Բայց եւ որ ազատ անկախ դարձանք, նույն հոգեբանությունը ես այն ժամանակ ասում էի, որ մեկ սերունդ որ անցնի կփոխվի, բայց բացահայտ եղավ, որ աս մեկ սերունդով չի փոխվում, շատ պետք է փոխվի։ Մենք պետք է մեջտեղից գնանք նախ։ Ես միշտ ասում եմ, որ հայ ազգը երկրակունքի վրայեն պետք է վերանա, որ 100 տարի յետք եւ նախքան վերանա, այդ մենք քիչ ենք միան մեզ հայանասողները, այս նոր քյուդերը որ կան, բանական ինչ է, AI-ին ինչ ենք ասում հիմա, արհեստական բանական, նրա մեջը զեդեղենք ով է հայը եւ ինչ է հայի, որ հետո իմանան ով է, որ առանց խնամի ցանոթ բարեկամի, այսինքն մորակրոջս ամուսինը ուտ կնվակե, կանուն կնվակե, կլարինետ կնվակե, դումբլակ կնվակե եւ ադիգա հոտ տնենք իբր հայկական ժողովրդական կորձիկ։ Եվ հայերը երկրակունքին վրա են վերանան, ասկրած շատ եղած է մեզի։ 100 տարի հետ մենք քիչ ենք մեզ հայանասողների մեջ են, մեկը իր արունի գանչով, բերեսը որ իմ նախահայրերը հայ եղած են։ Եվ քանի որ ինքը մեկն է, սկսի բրբդել նաև որ ինչ է հայկական։ Եվ ոչ թե ասենք որ այսօր Քամանչան հայկական ժողովրդական կորձիկ է։ Ոչ։ Կանունը հայկական ժողովրդական կորձիկ է։ Ոչ։ Ուդը հայկական ժողովրդական կորձիկ է։ Ոչ։ Օրինակի համար բանը գիտարը, որ լութի կամ ուդի հաճոտողներն են, սիտարն է։ Դա չէ, փաստեր կա որ լութը ստեղծված է հայկական քրիստոնյա քյուրերի մեջ առաջին թար։ Եվ ասիկա ասողը փորփրե գտել ես։ Այո, ասողը իսպանական Ռամիրեզ անունով ընկերություն մգա, որ տասական գիտարներ ունեն, իր քիրքի առաջին մասին The Origin of the Guitar ասում է որ հագարակ որ մարդիկ կարծում են որ լութի որ գիտարի նախահայրն է ստեղծված է արաբական աշխարհի մեջ նա ստեղծված է քրիստոնյա հայկական քյուրերի մեջ առաջին թար մենք հայերս երրորդ տարին դարձանք քրիստոնյա չէ բայց նա դիգա ուրիշ սուտ մնե որ 301-ին մենք քրիստոնյա դարձանք պետականությունը դարձավ
Քիրքոլ լուսավորիչը մեր Գաթոյգոսը եղավ, քանի որ դրթադը որ սիֆլիս ուներ, սերային հարաբերության խնդիրներ ուներ, հանգարձակի խոզի քուլուխ ունեցավ, մարմինը դղամարդ էր, բայց իր մաշկը ամփոփ այդ սիֆլիսի պատճառով եղած էր։ Բայց բանին Քիրքոր խավարիչը առաջ 10 հատ Գաթոյգոս ունեցած է հայասկը։ Ադրո մասին մեկը չանց արտարներ։ Հայ ասկի մեջը քրիստոնյաների եղած են, երկրակունքի վրա այլ ուրիշ ժողովուրդներ քրիստոնյան եղած են, քանի որ եթե Հիսուսը Դե որպես ժողովուրդ է, որպես պետություն են ասում։ հա, բայց մենք միշտ ասում ենք we are the first Christian people։ Nation ասում են բան։ Մենք առաջին քրիստոնյաներն ենք։ Ոչ։ Սուդը հայը սիրում է սուդ խոսի։ Քիրք մունիմ քիչ քիչ քեզ կներկայացնեմ ներսը 1850 թվականին դված իմ կովինս ավելի նոր դպակրությունն է Sir Richard Barton անունով անգլիացի գրող ջանցված, որ Օսմանյան գայսրությունը բդդած է եւ քիրքին անունը The Erotic Traveler, այսինքն նա ուսումնասիրություններ կատարած է Օսմանյան գայսրության մեջի բոլոր ասկերի սերային հարաբերությունների հայերի մասին ինչ ա գրել դրած։ Հայերի մասին մեկ նախադասություն մը կա։ Անգլերենով ասեմ, որ թող հասկանան, քանի որ Հայաստանը անգլերեն գիտեն։ The Armenian as their national character, will prostitute themselves for personal gain, but prefer women over boys. Can you understand what I think հայը իբր իր ասկային գերբարը բորնիգություն կգադարի իր սեփական շահին համար, բայց կնախընտրի գիներ երեխաների փոխարեն։ Սա հիմա եւ որ ասիկա ես ներկայացուցի իմ դրակի մեջ մարդիկ զայրացան։ Ասեցի ժողովուրդ։ Ես չեմ գրել։ Ավտեր ինքը հրյա էր քրողը, ինքը հայերը ադում էր, ինքը հայերեն անպայման վնաս տեսած էր։ Գիտես մենք ինչ պատճառաբանություններ գսիրենք տալ։ Բայց ի ժողովուրդ մեկ վարյան գեցեք, ասմարտը ասում է որ իբր իրենց ասկային գերբարը, այսինքն ինքը առաջինը չէ որ ասում է։ Ինքը ուրիշ ուսումնասիրություններից եկած է այդ եզրակացության, որ քանի ուրիշներն ասած են որ հայերի գերբարը ադիգայ է։ Եվ բորնիգությունը ոչ թե ֆիզիկական բորնիգությունն է, ուղղակի բորնիգություն, ամեն տեսակի։ Իր սեփական շահին համար, եւ եթե գենաս եւ վերլուծես այսօր Հայաստանցին Հայաստանի մեջ, Հայաստանցին Սփյուռքի մեջ, արեմդահայը անորթեր գրթված չէր, Օսմանյան գայսրության եղած, այդ բոլորի մեջ այդ տվյալը գոյություն ունի։ Մեր աչքի ես իմ աչքից արջևը տեսնում եմ այդ բոլորը։ Հիմա, քանի որ հայ ենք չլսենք ադիգա, քանի որ հայ ենք չխոսենք ադոր մասին, քանի որ հայ ենք այդ քիրքի էջերը չգարտանք, չէ, նույն ծեր քրիստոնյա հավատքը ասում է ընդունիր սխալդ, որ ես քեզ ընդունեմ հավիտենական կյանքի մեջ, չէ, ես քրիստոնյա չեմ, բայց այդ օրենքները բավական գավթացած եմ եւ տեսած եմ ուրդեր ինչպես մարդու ուղղություն դալու համար ստեղծված է եւ կապ չունի հավատքի հետ ես եւ որ մերնեմ ըստ քրիստոնյաներին իմ հորս պիտի տեսնեմ ուր որ եւ թամ իսկ ավելի կարեւորը հորս հորը պիտի տեսնեմ սահին տեսնելու իսկ ավելի կարեւորը նրա հայրը պիտի Գործ չունես, տեսնեմ քանի ամեն Քերտաստանով պիտի սպասեմ որ Գործ չունես Զուրնադոհոլով ինչպես Հայաստան օտագայանը գուքամ գբարեն որ մեգա հայկա եւ հիմա նույն էշությունը LAX-ի մեջ են գադարում Ես կարծում եմ որ եթե գնանք այնտեղ մերոնց տեսնելու բոլորը կթքեն մեր երեսին բայց շատ դեմը չեն երթալու հա դեմը մեգումը չենք տեսնելու Չգիտեմ ասма չեմ մեռել չգիտեմ թե հետո ինչ կլինի շատ հետաքրքիր էր քո հետ անցկացնել այսօրվա օրը Ստեփան ջան շնորհակալություն քեզ ասած YouTube-յան ալիքիս հետևորդները բացահայտեցի որպես մի ուրիշ մարդ, որովհետև շատերը տեսնում են իրան բարի լույսով կամ այլ ծրագրերով, որտեղ ինքը միշտ կոնֆլիկտի մեջ է հայ հանդիսատեսի կամ հետևորդի հետ, բայց Սպարտը շատ բան արել հայության համար, հայապահպանության համար, մեր ուսանողների համար շատ բախտեր բերել է երեխեք ջան, ասես ասած որ ես մարդը կա։ Շնորհակալություն քեզ ամեն ինչ համար, իմ ֆրանկ էլի իմ դեսա շատ դուրս եկավ։ Հագարակը չէ, եւ նորեն որոշենք, քանի որ երկու հայ ենք։ Ես աչ ֆրամ, ես զախ ֆրանը։ Չէ, արի ասենք 1 2 3 ֆրանկ, ով որտե ուզում է, տեսնես նույն ձև կլի թե չէ։ Չի լինի։ 1 2 3
Դա խորամանկություն արեցինք երկու նիսա։ Նայեցի արա։ Գնամանի Հայկական կրիստությունը կա։ Գնամանի ոտնակնդագի ֆուտբոլի խաղացող եւ որ թարբասաբահը գեցած է եւ պետք է ուղղությունն է որ ոդկը որ մենք անգյունին է կնդագել։ Նայ խելացի ենք մենք։ Խելացի ենք, բայց ճշմարտաբար Բայց ավանագի մեկն ենք։ ավանակ ենք, քանի որ ասկին մասին չենք մտածում։ Ոտնագնդակը սպանեց ինձ ուղակի, հա, որ ֆուտբոլը Ինչու չօգտագործենք ոտնագնդակը։ Եվ որ քոլեզու տրամադրած է, եւ պիտի փաստվի, օրը պիտի նայեցեք երկրակունթի վրա հայոց լեզուն Մեսրոպ Մաշտոցյան լեզու չէ։ Հայոց լեզուն նրանից մի քանի հազար դարեր առաջ գոյություն ունի։ Առաջ, այո։ Մենք կարող մի 3 ժամ խոսենք դրա մասին, ասենք դա։ Բայց ընդունին ադիգա, քանի որ գրոնը մեզի դարձուց ավելի ոչխար եւ էսել սահման պայմաններ դրած է։ Օրինակ համար հայկական ժողովրդական երգը այդ օրերին այսօրվա հայկական հոգևոր երգն է։ Իսկ այսօրվա հայկական ժողովրդական երգը ընդօրինակությունն է բարսիկին, թուրքին, արաբին, քյուրդին։ Այդ լրիվ ուրիշ թեմա է, մյուս անգամ ապահովանք կզրուցենք։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, գնացեք ալիքից, տարածեք այս մեր զառանցանքը, եթե ուզում եք։ Չմոռանաք իհարկե որ QR կոդ ունեմ եւ Սարի թատրոնը կարիք ունի վերականգնվելու։ Patreon-ում կարող եք նաեւ ինձ աջակցել եւ հետեւեք նաեւ Ստեփան Պարտեմյանի աշխատանքներին, շատ հետաքրքիր գործ անում, եթե գլենդելում եք, ապա կարող եք գալ այստեղ մի հատ հաստատասեր 250 North Orange Street, Armenian Arts, հայկական արվեստներ։ Հայկական արվեստներ Բայց քանի որ Ամերիկայի մեջ են անգլերենով գրած են։ Armenian Arts եւ ոչ թե Armenian Arts։ Մեզ ռոպաշուց դες չի ների որ դուք անգլերեն եք գրել, տեսություն ապայման կհանդիպենք։